կառուցված բարձունքի վրա, ձուլված միջավայրին։ Այստեղ երկինքն ավելի մոտ է, այստեղ ամեն քար կրում է ժամանակի կնիքը։ Տավուշի անտառապատ ու վեհաշուք լեռներով շրջապատված Գոշավանքը համարվում է հայկական ճարտարապետության գոհարներից մեկը, որ դարեր շարունակ եղել է հոգևոր, կրթական ու մշակութային խոշոր կենտրոններից։ Գոշավանքը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Գոշ գյուղի եզրին Գետիկ գետի աջ ափին։ Ինչպես հայկական եկեղեցիների մեծ մասը, Գոշավանքը նույնպես կառուցված է բարձունքի վրա երկու պատճառով։ Նախ անվտանգ է, երկրորդ ավելի մոտ երկնքին ու հեռու աշխարհիկ կյանքից։ Սա այն եզակի վայրերից է, որտեղ բնություն ու ճարտարապետությունը միաձուլվում են, ստեղծելով առանձնահատուկ խաղաղություն։ Շատ հետաքրքիր պատմություն ունի Գոշավանքը եւ թվագրությունը հիմնադրման գնում է դեպի 12-րդ դարավերջ, 13-րդ դար։ Եվ կապված է իհարկե անվանի միջնադարյան մեր առակագիր դատաստանագրքի հեղինակ Մխիթար Գոշի հետ։ Գոշավանքը հայտնի է նաև այլ անվանումներով. Գետավանք, Գետիկ, Գետկավանք, Ղոշավանք։ Այն Աղստևի հովտի ամենանշանավոր վանական համալիրներից մեկն է։ Գոշավանքը, որն ի սկզբանե կոչվել է Նոր Գետիկ, հիմնադրվել է 1188 թվականին երկրաշարժից ավերված Գետիկ վանքի մոտակայքում։ Հիմնադիրը հայ մեծ մտածող, իրավագետ եւ հոգեվորական Մխիթար Գոշն էր, ով իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ վանք տեղափոխեց նախկին միաբանությունը եւ հիմք դրեց նոր հոգեվոր ու կրթական կենտրոնի ստեղծմանը։ Մխիթար Գոշի մահից հետո 1213 թվականին Նոր Գետիկը նրա պատվին անվանվել է Գոշավանք։ Այստեղ առաջ անգամ կառուցել են Փայտաշեն, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, հետո կառուցել են Սուրբ Կարապետ նաև Փայտաշեն եկեղեցին, բայց հետագայում արդեն 1191-ից 6 թվականները կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին եւ Կիրակոս Գանձակեցին, ինքը, որ գրում է այդ պատմությունը, ինքը այստեղ կրթվել է հենց այս վանական համալիրում։ Կառուցում են եկեղեցին, գրում է Կիրակոս Գանձակեցին քարով, կրաշաղախով։ Ով էր Մխիթար Գոշը։ Միջնադարյան հայ ամենանշանավոր մտածողներից մեկը, գիտնական, օրենսդիր, մանկավարժ, առակագիր, հասարակական եկեղեցական գործիչ եւ այնպիսի հեղինակությամբ, որ նրա մոտ ուսանելու են եկել Հայաստանի տարբեր քաղաքներից։ Մխիթար Գոշը հոգևորական էր, որին ծնվել էր Գանձակում, սկզբնական կրթությունը հոգևոր ուսուցում ստացել, հետագայում հասունացման տարիներին ձեռնադրվել է որպես կուսակրոն քահանա, բայց այդ կրթությունը իրան չի բավարարել եւ փորձել է ուսումը շարունակել Հովհաննես վարդապետի Տավուշեցու մոտ։ Հետո այդ ուսուցումից հետո դարձել է վարդապետ, բայց նաեւ այդ գիտելիքները չեն բավարարել իրան եւ ինքը փորձել է գնալ արևմուտք եւ Սևլեր, չեմ կարող ասեմ ինչն էր Սևլերը, այնտեղ վարդապետներ են եղել եւ նրանց մոտ ուսուցումը շարունակելու, բայց այնտեղ ինքը չի ասել, որ վարդապետ է։ Եվ հետո ուսման տարիներին ավարտին ստացել է այնտեղ էլ ստացել վարդապետի կոչում։ Կա մի գեղեցիկ ավանդություն։ Աստված Մխիթար Գոշին երազում հայտնել է, որ 7 տարի առատությունից հետո 7 տարի սով է լինելու։ Գոշն անմիջապես սկսել է ամբարներ կառուցել եւ ցորեն կուտակել։ 7 տարի անց, երբ եղավ այնպես, ինչպես Աստված զգուշացրել էր, նա հատուկ փայտե կլոր տարայով գուշով սկսել է ցորեն բաժանել մարդկանց, որից հետո նրան կոչել են Գուշ Մխիթար։ Մխիթար Գոշը 12-րդ դարի նշանավոր մտավորականներից է, հայ մտավորականներից է, որը ապրել է շատ անկայուն եւ իրադարձություններով հարուստ մի դարաշրջանում եւ իր թողած մատենագրական ժառանգությամբ երևի կմրցակցի ուզածդ հեղինակի եւ մատենագրական գործիչի հետ միջնադարի, որովհետեւ նա իր աշխատանքները գրել է տարբեր ժանրերում, դա պատմագրություն,
իրավունք, եկեղեցական մատենագրության կամ եկեղեցական մեկնողական գրականություն, գրել է առակներ եւ այլն ու այլ ժանրի մատենագրական երկեր, որոնք մինչև այսօր հետազոտվում են ուսումնասիրողների կողմից ու նույնիսկ ժամանակ առ ժամանակ նոր աշխատանքներ են հայտնաբերվում նրա անունով։ 1185 թվականին Գետիկի վանքն ու մերձակա բնակավայրերը ոչնչացել են երկրաշարժի հետևանքում։ Մխիթար Գոշը հոգևոր միաբանությանն ու տեղի բնակիչներին հորդորել է չլքել հայրենի հողը, Ամիր Սպասալար Զաքարե եւ Իվանե Զաքարյան իշխանների աջակցությամբ Տանձուտի ձորում կառուցելով մի նոր վանական համալիր, որի շուրջ հիմնադրվել են նաեւ 2 գյուղ։ Համալիրի դպրոցը հենց նրա շնորհիվ դարձել է միջնադարյան Հայաստանի կարևորագույն համալսարաններից մեկը, որտեղ առաջին անգամ իրավագիտությունը դասավանդվել է որպես առանձին գիտակարգ։ Օրենսգիրքը բաղկացած է հիմնականում 3 բաժիններից։ Առաջին նախադրությունն է, որտեղ նա տալիս է իրավունքի փիլիսոփայությունը, ընդհանրապես օրինականության սկզբունքը ինչ է արդարություն, դատարանները ինչպես պետք է առաջնորդվեն, դատավորին ներկայացող պահանջները եւ ըստ էության հիմնավորում է օրենսգրքի դատաստանագրքի ստեղծման հանգամանքները։ Երկրորդ բաժինը դա կանոնական խմբին է վերաբերում, մոտ 30 հոդված, որը վերաբերում է եկեղեցական կալվածքներին, հոգևոր դասի իրավունքներին եւ պարտականություններին եւ հոգևոր դատարաններին, թե նրանք ինչ հարցերով պետք է զբաղվեն, նրանց կառուցվածքը, բովանդակությունը։ Երրորդ բաժինը արդեն վերաբերում է ընդհանուր եւ աշխարհիկ դասին, մոտ 130 հոդված, որը կարգավորում է հասարակական բոլոր ճյուղերին է վերաբերվում, ընտանեկան, քաղաքացիական, քրեական։ Մխիթար Գոշը մահացել է 1213 թվականին խոր ծերության մեջ։ Իր ցանկության համաձայն թաղվել է Նոր Գետիկում, որպես ինչպես ավանդությունն է վկայում, նրա հոգու աչքերը մշտապես հետևեն իր ստեղծած վանքին։ Գոշը սիրելի ու փայփայած վանքում է հեղինակել իր նշանավոր աշխատություններից շատերը, այդ թվում դատաստանագիրքը, հայկական իրավական մտքի գոհարներից մեկը, ստեղծել խոշոր վանական միաբանություն, որը միավորել է շուրջ 200 հոգևորականի, մեծ դերակատարում ունենալով միջնադարյան Հայաստանի հոգևոր ու մշակութային կյանքի վրա։ Կոշավանքի կրթական գործունեության շարունակությունն է դարձել նաև Խորանաշտի վարդապետարանը, որը հիմնադրել է Գոշի աշակերտ Հովհաննես Վանականը, շարունակելով Նոր Գետիկում ձևավորված կրթական ավանդույթներն ու դրանք տարածելով նաև այլ վանական կենտրոններում։ Գոշը օգտագործել է 3 հիմնական աղբյուր, դա մովսիսական իրավունքն է կամ աստվածաշնչային իրավունքը, երկրորդը կանոնական իրավունքը, այսինքն Շահապիվանի ժողով, Դվինի ժողովի կանոնախմբերը, ինչպես նաև հայրապետների որոշումները եւ սովորութային իրավունքները։ Այս ամենը այնքան գրագետ եւ ճիշտ ձևով են միահյուսված, որ զարմանում ես իր դարաշրջանի համեմատ Գոշը ինչ առաջընթաց է գրանցել, որովհետեւ եթե նույն ժամանակաշրջանում մենք նայում ենք արևմտաեվրոպական հասարակությանը, տեսնում ենք, որ իսկապես Գոշը արել է այն, ինչը որ պետք է անեին 18-րդ դարի վերջին ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո։ Մենք գիտենք, որ Գոշի ստեղծած իրավունքի ժողովածուն դատաստանագիր կայոցը այնքան մեծ կիրառություն է ունեցել, որ 13-րդ դարում Սմբատ Սպարապետը, որը Կիլիկիայի հայոց թագավորության եւ սպարապետներ եւ թագավորական ընտանիքի անդամներից մեկը, հետում թագավորի եղբայրն էր, հետում առաջին թագավորի եղբայրն էր։ Նա արևմտյան, այսպես ասած, միջին հայերենի է, ասենք, վերածում, որովհետեւ արևմտյան հայերենն ու միջին հայերենը բավականին լուրջ զուգահեռներ ունեն իրար հետ, միջին հայերենի է վերածում այդ դատաստանագիրքը եւ դատաստանագիրքը կիրառության մեջ է մտնում Կիլիկյան Հայաստանում մինչեւ 14-րդ դարի վերջը, մինչեւ պետության կործանումը։ Այստեղ կրթություն են ստացել եւ ստեղծագործել միջնադարյան Հայաստանի նշանավոր մտավորականներ, այդ թվում վանական վարդապետն ու Կիրակոս Գանձակեցին։ Վերջինս իր աշխատություններում ունի բազում հիշատակություններ Գոշավանքի կրթական ու հոգևոր նշանակության մասին։
Համալիրի հիմնական շինությունները կառուցվել են 12-ից 13-րդ դարերում, երբ Գոշավանքը եղել է իր ծաղկման շրջանում։ Ճարտարապետներն այնպես են նախագծել կառույցները, որ դրանք ներդաշնակորեն միաձուլվել են շրջակա բնությանը, ընդգծելով հայկական միջնադարյան ճարտարապետությանը բնորոշ պարզությունն ու վեհությունը։ Գոշի հիմնադրած նոր գետիկը տարիների ընթացքում ընդարձակվել է, ներառելով եկեղեցիներ, գավիթ, գրատուն, զանգակատուն, մատուռներ, բնակելի շենքեր եւ դամբարաններ։ Մխիթար Գոշի այդ կառույցը չափազանց կարևոր է արևելյան Հայաստանի բանական եւ հոգեվոր եկեղեցական կյանքում հսկայական նշանակություն է ունեցել, թեկուզ հենց այն բանի համար, որ նրա աշակերտներից 3-ը մեր ամենանշանավոր մատենագիրներից են։ Դա Կիրակոս Գանձակեցին է, դա Վանական Վարդապետն է եւ Վարդան Արևելցին է, որոնք 13-րդ դարում ամենանշանավոր հայ մատենագիրներն են եւ հսկա ներդրում ունեն հայկական եկեղեցու եւ հայ մատենագրության ու մշակույթի զարգացման գործում։ Գոշավանքը կառուցվել է այնպես, որ նրա բոլոր կառույցները բացառությամբ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու միացված են միմյանց, կազմելով միասնական ճարտարապետական համալիր։ Ի տարբերություն բազմաթիվ հայկական վանքերի, այն արտաքին պարիսպներ չունի եւ այսօր էլ շրջապատված է գյուղական բնակելի տներով։ Ուրեմն 15-րդ դարից հետո, երբ գյուղը արդեն անմարդաբնակ դարձավ, երբ արդեն եկեղեցին լքվեց, շարժը սկսվեց, բնակություն հաստատեցին 1830-31 թվականներին։ Առաջի բնակիչները գյուղի, ներկայիս գյուղի հիմնադիրները եղել են իմ նախնիները, Ամիրյաններ կամ մեր նախկին ազգանունը Ալոյաններ, նրանք ռուս-պարսկական պատերազմից հետո Խոյից տեղափոխվում են Կոթի գյուղը նոյեմբերյանի, մի քանի տարի են տեղափոխելուց հետո տեղափոխվում են, այստեղ տեսնում են, որ բնությունը հրաշալի է, գարնան շրջանա լինում, անտառը գերակրում մինչև խորաշուն, սառնորակ աղբյուրներ, ջրեր, ամեն հնարավորություն կա ապրելու համար եւ բնակություն են հաստատում այստեղ։ Սուրբ Աստվածածին եկեղեցու հանդիսավոր օծման ժամանակ Զաքարյան իշխանները Գոշավանքին կալվածքներ են նվիրել, իսկ Վախթանգ իշխանի կինը Արզուխաթունը վանքին է ընծայել իր եւ դուստրերի ձեռքով կարված վարակույրը զարդարված Քրիստոսի ու սրբերի պատկերներով։ Այս մասին հիշատակել է Կիրակոս Գանձակեցին։ Զաքարե իշխանը հսկայական, այսպես ասած, դեր էր տալիս Գոշի ներկայությանը այդ տարածաշրջանում։ Այս ժամանակներում մի մեծ խնդիր էր առաջացել։ Այդ դարաշրջանը դա Թամարա թագուհու իշխանության շրջանն է վրացական թագավորության մեջ, որի համար առաջին իշխաններից էին եւ Զաքարեն, եւ նրա եղբայր Իվանեն, եւ այդ ընտանիքի մի շարք ուրիշ իշխաններ, որոնք մասնակցում էին վրաց թագավորության բոլոր ռազմական գործողություններին։ Իսկ 12-րդ դարի վերջում, 13-րդ դարի սկզբում վրացական թագավորությունը տարածաշրջանի հզորագույն իշխանություններից մեկն էր, որը մրցակցում էր տարածաշրջանի թուրքական մյուս իշխանությունների ու պետությունների հետ ու կարողանում էր պահպանել իր ամբողջականությունը։ Իսկ այդ գործում իրենց ներդրումն ունեին նաև հայ իշխանները ու այսպես մշակութային, հայոց մշակութային կյանքը։ 1231 թվականին Մարտիրոս եւ Գրիգոր եղբայրները Համալիրի հարավարևելյան մասում սկսել են կառուցել Սուրբ Գրիգոր եկեղեցին։ Շինարարությունը որոշ ժամանակ ընդհատվել է Ջալալեդդինի արշավանքի պատճառով, սակայն հետագայում Գրիգոր Կապալեցու ջանքերով այն հասել է իր ավարտին։ Հետաքրքիր է, որ լուսավորիչ այս կառույցի եկեղեցու առումով կարող ենք մենք դիտարկել վաղ քրիստոնեական հայկական բազիլիկ կառույցները, որոնց հատակագծային այդ ճարտարապետական լուծումները կարծես թե կրկնվում են այստեղ։ Բացի այս կառույցները մենք կարող ենք հատկանշել Վանական Համալիրում գրատունը, նշենք, որ Գոշավանքը եղել է նաև գրչատուն, դպրոց, վարդապետարան, այսպես ասած համալսարան, եւ այստեղ ընդօրինակվել ու ծաղկվել են բազմաթիվ ձեռագրեր, եւ գրատունը հետագայում ավելացվել է երկրորդ հարկով, զանգակատուն է ավելացվել կարծես թե երկրորդ հարկում, հետաքրքիր Սյունազարդ ռոտոնդա հիշեցնող կառույց է վերնամասը եւ իր ճարտարապետական լուծմամբ հիշեցնում է մեր հայկական հայտնի հազարաշեն տիպի այդ կառույցի լուծումը։
Վանական համալիրի միակ կառույցը, որը չի միանում մյուս շինություններին, Սուրբ Հռիփսիմե եկեղեցին է։ Այն գտնվում է հիմնական համալիրից հարավ-արևելք բլրի վրա, կարծես հսկելով ամբողջ վանքը։ Եկեղեցին կառուցվել է 1208 թվականին եւ առանձնանում է իր պարզ ու զուսպ ճարտարապետությամբ։ Այս վանական համալիրի համակառույցում Սուրբ Աստվածածնից բացի կան օժանդակ այլ կառույցներ եւս, որոնք դարձյալ հետաքրքիր են իրենց ճարտարապետական լուծումներով։ Ինչպես օրինակ Սուրբ Աստվածածին եկեղեցուն արևմտյան կողմից հարող գավիթը, որը 40 կամարակապ կառույց է եւ դա իր երթիկով, իր վերնամասով է բավական հետաքրքիր լուծված։ Հետագայում վանական համալիրում ավելացել է Սուրբ Գրիգոր եկեղեցին 1241 թվականի կառույց, որն իր ճարտարապետական լուծումներով կրկնում է կարծես թե Սուրբ Աստվածածին եկեղեցին, գլխավոր եկեղեցին, իհարկե չափսերով նրան զիջելով։ Հետագայում արդեն համակցվել է Լուսավորիչ եկեղեցին, դարձյալ համաժամանակյա ժամանակաշրջանում, որը միանավ թաղակապ կառույց է։ Սուրբ Հռիփսիմե եկեղեցուց մի փոքր վեր գտնվում է Մխիթար Գոշի դամբարանը, որտեղ էլ ամփոփվել է մեծ մտածողի աճյունը։ Այն դարեր շարունակ դարձել է ուխտատեղի, իսկ հետագայում այդ վայրում կանգնեցվել է Գոշին նվիրված հուշակոթողը։ 1254 թվականին Մխիթար Գոշի դամբարանի հարևանությամբ Խաչատուր վարդապետը եւ Բարսեղը կառուցել են Սուրբ Գևորգ եկեղեցին։ Այն փոքր չափերի, խորանարդաձև եւ գմբեթավոր կառույց է, որը լրացնում է վանական համալիրի ընդհանուր ճարտարապետական տեսքը։ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին անավարտ է մնացել, քանի որ Ջալալեդդինի հարձակման ժամանակ ավերվել է նաեւ վանական համալիրը, թալանվել է, բայց արդեն 1241 թվին շարունակվել է եւ ավարտվել է այդ կառույցը։ Իվաննայ Զաքարեն ունեցել է մի որդի Ավակ անունով, որի խնամակալը եղել է Ոմն Գրիգոր, որի մականուն տղա է եղել։ Եվ հետագայում այդ տղան խնդրել է Ավակից, որպեսզի մի հատ գերեզմանատուն Գոշևանքում իր համար եւ կառուցվել է զարդականդակ թաղակապ Սուրբ Գրիգոր եկեղեցի։ Գոշավանքի ամենայուրօրինակ կառույցներից մեկը գրատուն զանգակատունն է, որն իր ճարտարապետական լուծումներով բացառիկ տեղ է զբաղեցնում հայկական միջնադարյան արվեստում։ Կառուցվել է 1241 թվականին, վերակառուցվել 1291 թվականին վարդապետ Դասապետի եւ նրա եղբայր Կարապետի նախաձեռնությամբ։ Ճարտարապետներ Զաքիոսն ու Գրիգորը փայտեցածկը փոխարինել են խաչվող քարե կամարներով։ Պատերի մեջ պահպանվել են բազմաթիվ խորշեր նախատեսված ձեռագիր մատյանների համար։ Ձեռագրերի մի մասը ոչնչացվել էր թշնամու արշավանքների ժամանակ, իսկ մյուս մասը այրվել էր ավելի ուշ, խորհրդային տարիներին, երբ քրիստոնեական մշակութային ժառանգությունն անտեսված ու արհամարված էր։ Մխիթար Գոշե եկեղեցին հիմնելուց հետո բնականաբար դարձավ դպրության կենտրոն եւ ուներ մեծ գրադարան, որը ցավոք սրտի պատմության ընթացքում երկու փաստ հայտնի է ամեն դեպքում, որ գրադարանը այրվել է։ Մեկը Լենգ Թեմուրի ժամանակ, երբ որ նա պահանջում է վանքի հարստությունները, մերժում են բնականաբար, ականջին շշնջում են, որ ասա գրքերը կվառենք, գրքերը դիզում են եկեղեցու բակում, ասում են գրքերը կվառենք, բերեք, ինչ կա չկա, ամեն ինչը բերում հանձնում են, բայց գրքերը միևնույնն է վառում են։ Եվ երկրորդ անգամ գրադարանի վառվելը, դա ցավոք սրտի եղել է ոչ մեր երկիրը գրավողների կողմից, դա եղել է հայ չեկիստների կողմից։ Այդ պատմությունը պատմել է իմ տատը, որ այս գյուղում է ծնվել, ասում էր, իր խոսքերն եմ ասում, ասում էր, այդպիսի բան չեմ տեսել, ասում էր, տերտերի մուրուքը խուզեցին, կարմիր վարակույրները պոկեցին, գմբեթի խաչը գցեցին, գրադարանն էլ վառեցին։ Դա 20-30-ական թվականներին 20-րդ դարի, երբ որ աթեիզմ էր խորհրդային տարիներին, կոլեկտիվացման ժամանակաշրջաններ, երկրորդ անգամ վառվել է գրադարանը այդ ժամանակ, եւ մինչեւ հիմա գրադարանի պատերին երևում են այդ գրքերի հետքերը, քանի որ մագաղատներ էին, հորթի կաշվից էր պատրաստվում, իր մեջ կա յուղային մաս։ Այդ յուղային մասը մինչև հիմա մրի տեսքով, փայլփլուն, ամբողջ գրադարանի պատերը պատված են։ Գոշավանքում պահպանվել են նաև վանական սեղանատան մնացորդներ, մոտավորապես 1 մետր բարձրությամբ քարե հենասյուներ քառակուսի անցքերով, նախատեսված փայտե երկար սեղանների համար, որոնց շուրջ հավաքվել են վանականները։
Ուսումնասիրողների կարծիքով սեղանների ոտքերը կառուցվել են քարից, որպեսզի չփչանան խոնավությունից, իսկ վերևի փայտե մասը ժամանակի ընթացքում անհետացել է։ Հայկական քանդակագործության իսկական հրաշալիքներ են Գոշավանքի խաչքարերը, կերտված վարպետ Պողոսի ձեռքով, որ մանրակրկիտ ու ժանյակակերպ քանդակազարդերի շնորհիվ կոչվել են ասեղնագործ խաչքարեր։ Գոշավանքում է գտնվում նաև հայտնի վարպետ Պողոսի խաչքարը, ընդ որում այդ խաչքարերը երկուսն էին, ոճով իրար նման, բայց քանդակներով տարբեր։ Այս խաչքարը անվանում են երևի Հայաստանի ամենագեղեցիկ խաչքարը։ Մեկը տեղափոխել են Հայաստանի պատմության թանգարան, տեղափոխելուց ցավոք մեջտեղից կոտրվածք է տվել եւ հիմա գտնվում է պատմության թանգարանում, հենց այդ վիճակում։ Մյուսը մնացել է իր նախնական դիրքում։ Վարպետ Պողոսը այդ խաչքարերը կանգնեցրել է իր ծնողների, որ եւ որ պատվի։ Վարպետ Պողոսը համարվում է ժանյակազարդ խաչքարերի ստեղծման հիմնադիրը։ Նրա նորարարական մոտեցումները մի քանի դար առաջ դարձել են օրինակներ հետագա սերունդների քարագործ վարպետների համար։ Գոշավանքում նրա կերտած խաչքարերը կանգնեցվել են Սուրբ Լուսավորիչ եկեղեցու մուտքի երկու կողմերում։ Դրանք համարվում են միջնադարյան հայկական դեկորատիվ քանդակագործության գլուխգործոցներից։ Վերականգնման աշխատանքներ կատարվել են 1955-ից մինչև 1960-ականների վերջերը, որովհետև եկեղեցու թմբուկը շատ վնասված էր, ամբողջովին փորձել են վերականգնել են նաև գավիթը այդ նույն ժամանակներում, վերականգնել են նաև Գրիգոր Լուսավորիչը, բայց թմբուկը չեն դրել եւ չեն դրել ռոտոնդան Գրատան զանգակատան վրա։ Մյուս վերականգնման աշխատանքները կատարվել են արդեն 1980-ականների վերջերին, փորձերին կատարեցին գավթի ծածկերի վերականգնում, բայց շուտով Ղարաբաղյան պատերազմը սկսվեց եւ ամեն ինչ անավարտ մնաց։ 1911 թվականին ես եւ ամուսինս Գրիգորյան Էդուարդը նորից նախագիծ արեցինք եկեղեցու եւ գավթի վերականգնման համար։ Այդ նախագծով վերականգնվեց եկեղեցու ծածկերը։ Տարիներ առաջ ես հիշում եմ գմբեթները ուղղակի բացակայում էին։ 10-12 տարի առաջ մի գմբեթը վերականգնեցին ամբողջությամբ, իսկ մյուս երկուսը կարելի ասել ապակե պատեն, դա էլ հետաքրքիր պատմություն ունի։ Վազգեն Սարգսյանը իր զինակից ընկերների հետ գալիս է, տեսնում է, որ գմբեթները բացակայում են, անձրևաջրերը, արձանագրությունները լվանում են, մաշացնում են, ասում է ափսոս է, գմբեթները պետքա վերականգնել, ցավոք չի հասցնում, բայց որպեսզի արձանագրությունները չփչանան, իր զինակից ընկերներից մեկը իր հովանավորությամբ այս ապակյա ժամանակավոր գմբեթները տեղադրում է եւ մեկը վերականգնվել է, երկուսը դեռ մնում են։ Զաքարյան իշխաններն իրենց սեփականություն հանդիսացող Գոշավանքն իր բոլոր կալվածքներով հանդերձ ընդամենը 40,000 դուկատով վաճառել են Կարինից Հայաստան տեղափոխված նշանավոր մեծահարուստ պարոն Ումեկին։ Ումեկի ժառանգները վանքի կառավարումը շարունակել են մինչև 14-րդ դարը, որից հետո վանական կյանքը թուլացել է պատերազմների, քաղաքական ու տնտեսական խնդիրների պատճառով։ Բարեբախտաբար 17-րդ դարում վանքը վերածնվել է, շարունակելով ծառայել որպես հոգևոր կենտրոն, որից 2 դար անց այն դադարել է գործել որպես վանական համալիր։ Գոշավանքը որպես վանական համալիր, բացի հոգևոր կենտրոն լինելը, եղել է նաև միջնադարյան փիլիսոփայական մտքի կենտրոն։ Այստեղ դասավանդվել են տարբեր առարկաներ եւ իզուր չէ, որ մենք ունենք հենց Մխիթար Գոշին այստեղ գործունեություն ծավալած եւ իհարկե ոչ միայն նա, նաեւ այլ նշանավոր մենք ունենք դեմքեր, ովքեր գործունեություն են ծավալել այստեղ, կարելի է նշել վանական վարդապետին, կարելի է նշել Կիրակոս Գանձակեցուն եւ այլոց իհարկե։ Հետաքրքիր վանական համալիր է սա, նշանավոր իր տեսակի մեջ, որտեղ զարգացել ու ձևավորվել է մեր հայկական միջնադարյան, այսպես ասած, կրթական համակարգը, իմաստային համակարգը, տվել է իմաստուններ, փիլիսոփաներ, ծաղկողներ եւ այլն։ Հետագայում տարբեր ժամանակահատվածներում վերանորոգվել է Սուրբ Աստվածածնի ու Սուրբ Գրիգոր եկեղեցիները։ Բացվել է Գոշավանքի թանգարանը, իսկ 1978 թվականին բարեկարգվել է ամբողջ վանական համալիրը։ Գոշավանքը սրբավայր է, որտեղ միաձուլվում են հավատը, գիտությունն ու արվեստը։
Այստեղ ամբարված են միջնադարյան վարդապետների կերտած կենսագրությունները։ Տավուշի գեղատեսիլ անտառներում հնչող զանգերի ղողանջները դեռ ազդարարում են նշանավոր օրենսդրի ու մեծ գիտնականի ոսկե պատգամը։ Գիտելիքը, արդարությունն ու հավատն են մարդու ամենամեծ հարստությունը։